մինչև մարտի 8-ը Իդեան համակարգի ցանկացած խանութսրահից ձեռք բերեք ամբողջական ջերուսման համակարգ եւ ստացեք ծխատարը, չորանոցը եւ հոսանքի կարգավորիչն ընդամենը 1 դրամով։ Ապարիկը տևում 12 ամիս առանց որևէ տոկոսի։ Առաջինի եթերում մանրամասներ են, բարև ձեզ, ես Դավիթ Ստեփանյանն եմ, այսօր իմ հյուրն է փաստաբան, ԵՄ Հայաստան Քաղ հասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը, բարև ձեզ Տիկին Հակոբյան։ Մայիսը բավականին առատ է լինելու, եվրոպական օրակարգով հագեցած այցեր, համաժողովներ Հայաստանում, սկսենք հերթականությամբ, որքանով ես հասկանում եմ, առաջինը լինելու է եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Հասկանալի է բավականին լուրջ միջոցառում, փորձենք մի փոքր խոսել այդ մասին, ինչ սպասենք այդ միջոցառումից, ինչ նշանակություն ունի այդ միջոցառումը Հայաստանի համար եւ արդյոք շատերն են այդ մասին խոսում ընդդիմադիր ճամբարում, սա իշխանության համար ունի նաեւ նախընտրական ենթատեքստ։ Դա իրականում շատ կարևոր հավաք է եւ տեղի ունենում տարին 2 անգամ պարբերականությամբ եւ այդտեղ հավաքվում են ոչ միայն եվրոպական միության անդամ պետությունները, այլև եվրոպական տարածաշրջանի այսպես կարևոր գործընկերները։ Այդ թվում Հայաստանը արդեն մի քանի տարի մասնակցում է այդ գագաթնաժողովներին եւ բնականաբար այդտեղ քննարկում են եվրոպական տարածաշրջանի համար կարևորություն ունեցող հիմնահարցեր, աշխարհաքաղաքական կարևորագույն հիմնահարցեր, բնականաբար այն, որ այդ գագաթնաժողովը Հայաստանում կանցկացվի մայիսին, հստակորեն Հայաստանը այսպես դնում է համաշխարհային այսպես լույսի տակ, հա, մեծ ուշադրության կենտրոնում Հայաստանը կհայտնվի, այստեղ ակնկալվում է իհարկե բարձր մակարդակի պաշտոնատար անձանց այցելություններ, տարբեր շփումներ եւ այլն, եւ նախատեսվում է, որ այդ միջոցառումը տեղի կունենա մայիսի 4-ին, 5-ին եւ դրա հետ մեկտեղ կամ դրանից առաջ կամ դրանից հետո տեղի կունենա ԵՄ Հայաստան հատուկ այսպես երկկողմ հարաբերություններին նվիրված էլի բարձր մակարդակի գագաթնաժողով եւ եթե չեմ սխալվում արդեն իսկ սկսված կլինի երևի քարոզարշավը եւ բնականաբար իշխանությունը կկարողանա այդ քարոզարշավի շրջանակում նաեւ էլի բավական լուրջ դիվիդենդներ ցույց տալ եւ գրանցել իհարկե անկախ քարոզարշավից այդ միջոցառումները կարևոր միջոցառումներ են ակնկալվում է նաեւ որ ԵՄ Հայաստան գագաթնաժողովին հատուկ դեկլարացիա կընդունվի ամրագրելով թե ինչ ուղղությամբ է ընդհանում համագործակցությունը կարևոր ամրագրումներ կլինեն կարծում եմ որ այսպես ուշադրության կամ քննարկման առարկա կդառնան ԵՄ Հայաստան գործընկերության կարևոր զարգացումները եւ կնախանշվեն բնականաբար հետագա անելիքները այդ հարաբերությունների ել ավելի խորացման, սերտացման համատեքստում։ Տիկին Հակոբյան, որոնք են այդ կարևոր զարգացումները, որովհետեւ մարդկանց շատ է հետաքրքիր Երբ որ օրինակ մենք ասում ենք, որ Հայաստանը այո, կարծես թե շարժվում է դեպի Եվրամիություն, մարդիկ հարցնում են, կոնկրետ ինչ կա, ինչ օրակարգով, ինչ իրադարձություններ, ինչ պլաններ, օրինակ ՀՀ ԵՄ առաջին գագաթնաժողովն է տեղի ունենում Հայաստանում, Երևանում։ Հիմա հարց է առաջանում, ինչ օրակարգ է դա, ինչ է քննարկվում, որոնք են մեր սպասելիքները Եվրամիությունից, որոնք են Եվրամիության սպասելիքները մեզանից, ուր են գնում եւ ինչ օրակարգով։ Մեծ հաշվով Եվրամիությունը մեծապես հետաքրքրված է եւ օժանդակում է Հայաստանի քաղաքականության դիվերսիֆիկացմանը եւ այդ դիվերսիֆիկացումը նկատի ունի մի քանի ուղղություններով եւ պաշտպանական քաղաքականության դիվերսիֆիկացում եւ էներգետիկ քաղաքականության դիվերսիֆիկացում վիզաների ազատականացման երկխոսությունն է, այսպես նոր թափ ստացել նախորդ տարվա նոյեմբերից ի վեր
տնտեսական դիվերսիֆիկացիոն եւ տնտեսական այլ ոլորտների ժողովրդավարացման հարցում ել ավելի մեծ օժանդակություն նախորդ տարվա վերջին լսեցինք եւ այս տարվա սկզբին էլ վերահաստատվեց, որ ԵՄ-ն նաեւ պատրաստ է Հայաստանին օժանդակել հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում, ինչը մեծ հաշվով Հայաստանի ժողովրդավարացմանը եւ ժողովրդավարական դիմակայունությունն ուղղված աջակցություն է եւ այս բոլոր ուղղություններով կարելի է ակնկալել, որ համագործակցությունը ել ավելի կխորանա, բայց հստակորեն ակնկալելի է, որ կլինեն այսպես քաղաքական մակարդակում էլի լուրջ պայմանավորվածություններ, ամրագրումներ եւ այլն, բայց նաեւ շատ կարեւոր է, որ Հայաստանի իշխանությունը իր տնային աշխատանքը պատշաճ որակով եւ արագությամբ իրականացնի։ Եվ այստեղ մենք խոսքը վերաբերում է իհարկե ՍԵՊԱ-ի կիրարկմանը եւ արդեն իսկ ՍԵՊԱ-ի իրավական հիմքի վրա ընդունված ԵՄ Հայաստան ռազմավարական օրակարգին, որը ընդունվեց նախորդ տարվա դեկտեմբերի 5-ի ԵՄ Հայաստան գործընկերության խորհրդի կողմից։ Այսինքն հստակ է, որ եթե այսպես մի բառով ամփոփենք, Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության ուղղված աջակցությունը եւ Հայաստանի տնտեսական, էներգետիկ, անվտանգային, պաշտպանական դիվերսիֆիկացմանը։ Վերջերս արդեն որոշում ընդունվեց Եվրոպական խաղաղության գործիքակազմից եւս մեկ անգամ օգտվելու հնարավորության մասին 10 միլիոն 20 չէր 20 կարծում առաջի անգամ է 10 չէ այո հանրագումարում 30 միլիոն արդեն աջակցություն է փոքր քայլերով այդ աջակցությունը Հայաստանը ստանում է եւ մենք պետք է շնորհակալ լինենք դե շարունակվում է նաեւ ԵՄ-ի մոնիտորինգային առաքելության գործունեությունը Հայաստանի սահմաններին նոր թիմի ղեկավար նշանակվեց օրերս ֆին պաշտոնատարանց եւ այս բոլոր հարաբերությունները զարգանում են նաեւ վիզայի ազատականացման երկխոսությունը եւ այլն եւ ակնկալվում է որ ել ավելի կխորանան բայց ելի եմ կրկնում Հայաստանի իշխանությունը պետքա պատշաճ որակով եւ արագությամբ իրականացնի իր ստանձնած հանձնառությունները եւս վիզաների ռեժիմի ազատականացման ուղղությամբ հասկանալի պատճառներով նաեւ հիմքում ընկած է տնային աշխատանքը մեր կառավարության ինչը թույլ կտա կամ թույլ չի տա հնարավորինս շուտ հասնենք այդ ազատականացմանը մարդկանց դեպ դա շատ ախուզում հասկանալի պատճառներով մոտավորապես փորձենք հա տարբեր վարկածներ ինչ տարբերակներ ունենք երբ այդ ազատականացումը տեղի կունենա եթե հեսա տնային աշխատանքը պատշաճ կատարվի եթե չկատարվի ինչ որ ժամկետներ կան դե սկսած այսպես տեխնիկական պահանջների կատարումից այդ կենսաչափական անձնագրերի ներմուծում եւ տարբեր այսպես օրենսդրական մակարդակի եւ պրակտիկ մակարդակի միջոցառումների կատարումից վիզաների ազատականացման այդ գործողությունների ծրագիրը, որը նոյեմբերին հանձնվեց Հայաստանի իշխանությանը, այդ լայն սպեկտր ունի այդ գործողությունների, որոնք պետք է իրականացվեն եւ պարբերաբար ԵՄ Հայաստան այդ հատուկ ձևաչափով վերանայման եւ ստուգման կենթարկվեն այդ գործողությունների կատարման ընթացքը մասնավորապես նույն այդ առողջության ապահովագրության համակարգի ներմուծումը եւս ուղղակիորեն կապ ունի վիզաների ազատականացման գործընթացի հետ այն որ աստիճանաբար Հայաստանի սահմանապահ ուժերը իրենց ձեռքն են վերցնում Հայաստանի սահմանների պաշտպանությունը դա եւս վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում ուղղակի պահանջ է որ մենք պետք է կարողանանք ինքնուրույն վերահսկել մեր սահմանները նաև մասնավոր կյանքի պաշտպանության ոլորտում այսպես մասնավոր տվյալների եւ տեղեկությունների պաշտպանության հարցերը եւս պետք է հասցեագրվեն այսինքն սրանք հակախտրականության մասին օրենսդրությունը եւս պետք է ընդունվի ի վերջո
տարիներ շարունակ այդ օրենսդրությունը չի ընդունվում։ Այս սրանք բոլորը հարցեր են, որոնք կախված նրանից, թե ինչ արագությամբ Հայաստանի իշխանությունը կիրագործի այդ միջոցառումները, կարող են ակնկալել կամ արագ կամ ոչ։ Երկու տարբերակում էլ ինչ որ ժամկետ կա, կարող եք նշել։ Դե իրականում եթե ամեն ինչ այսպես պատշաճ որակով եւ արագությամբ արվի, եւի կարելի կարելի որ 4 տարում հնարավոր է հասնել վիզաների ազատականացման։ Այո։ 4 տարում սկսած անցյալ տարվա նոյեմբերից։ Չէ, 4 տարում սկսած հիմիկվից։ Այս պահից։ Այո։ Հասկանալի է։ Նաեւ սպասվում է նախագահ Մակրոնի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, որքանով ես հասկանում եմ, պետական այց է Հայաստան մայիսի 4-ին եւ 5-ին Ֆրանսիայի նախագահը լինելու է Երևանում եւ որքանով ես հասկանում եմ, պատրաստվում են որոշակի փաստաթղթեր, որոնք պետք է ստորագրվեն։ Ռազմավարական երկխոսությունը վաղուց սկսվել է այդ փաստաթղթի շուրջ, բայց որքանով ես հասկանում եմ, փաստաթուղթը դեռ պատրաստ չէ։ Մենք կարող ենք ըստ ձեզ միգուցե դուք տեղեկատվություն ունեք ակնկալել, որ Մակրոնի այցի արդյունքներով եւ ժամանակ այդ փաստաթուղթը կստորագրվի։ Նու հասկանալի է, որ Մակրոնը եւս գալու է այդ եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին մասնակցելու եւ բնականաբար երկկողմ այսպես պայմանավորվածություններ եւս ձեռք կբերվեն։ Այո, այդպիսի այցերը այսպես պատահական եւ առանց օրակարգ չեն լինում եւ բնականաբար ինչ որ կարևոր փաստաթուղթ կստորագրվի կամ ինչ որ կարևոր պայմանավորվածություններ, եթե փաստաթուղթ էլ չստորագրվի, ձեռք կբերվեն եւ իսկապես կարելի է ակնկալել, որ Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերությունը եւս նոր թափ կստանա այդ այցելության արդյունքում։ Տիկին Հակոբյան, բոլորովին վերջերս Մյունխենյան անվտանգային համաժողովից հետո նաև նոր շատ ավելի հետաքրքիր նարատիվներ կան, որոնք միջև այդ էին արտացվում, բայց Մյունխենում մի տեսակ դա հավաքվեց այդ ամենը Եվրոպայի, Եվրամիության նոր դերակատարումը, այդ թվում նաև որպես անվտանգություն ապահովող գործոն։ Եթե միջև վերջերս, միջև պայմանական Ուկրաինայի պատերազմը շատերը մեղադրում են Եվրամիությանը, որ նա միայն անվտանգության սպառողը եւ ամերիկական այդ ամերիկյան հովանոցի անվտանգային հովանոցի տակ է, ՆԱՏՕ-ի հովանոցի տակ, հիմա Եվրոպան լուրջ մեծացնում է պաշտպանական ծախսերը եւ հավակնում է դառնալ առնվազն անկախ անվտանգություն ապահովող գործոն եւ միասին եւ առանձին երկրները։ Հայաստանի եւ Եվրամիության, առանձին Եվրամիության երկրների հետ հարաբերությունները ինչ որ առումով այս համատեքստում փոփոխվելու են, թե ոչ, կարիք կա փոփոխության, այսինքն մենք սկսենք դիտարկել Եվրամիությունը որպես անվտանգային գործոն նաեւ, եթե միջև այսօր այսպեսի բան կար, չէ, մի քիչ ցինիկ է հնչում, ասում են Եվրամիությունը դա միայն փող է։ Հիմա կարծես թե Եվրամիությունը արդեն ոչ միայն փող է, խնդրեմ։ Բայց իմ կարծիքով իսկապես այդ Եվրամիությունը միայն փող է պատկերացումը, դա թյուր պատկերացում է, որովհետև Եվրամիության բոլոր հիմնարար փաստաթղթերում եւ ընդլայնման փաստաթղթերում եւ տարբեր այլ ասոցիացիան փաստաթղթերում եւ այլն անվտանգությունը, խաղաղությունը, բարեկեցությունը, ժողովրդավարությունը դրանք այսպես բանալի բառեր են, որոնք բոլոր փաստաթղթերում կան եւ որքան էլ այսպես ավելի շատ դիտարկեն Եվրամիությունը տնտեսական քաղաքական միավորում, տնտեսական քաղաքական նպատակներ հետապնդող, ի վերջո եկեք չմոռանանք, որ Եվրամիությունը հենց ստեղծվել է խաղաղությունը ամրապնդելու, նոր պատերազմներ թույլ չտալու եւ մեծ հաշվով անվտանգային նպատակներով, նաեւ այդ տնտեսական միավորումը ածխի եւ պողպատի համայնքի ստեղծումը ի վերջո նպատակ ունեցել թույլ չտալու հետագա պատերազմները եվրոպական տարածաշրջանում։ Բայց իրապես, քանի որ գոյություն ուներ ՆԱՏՕ-ն եւ մեծ հաշվով Ամերիկան էր դիտարկվում այդ անվտանգության ապահովողը, շատ այսպես լուրջ ուշադրություն չի դարձվել անվտանգային բաղադրիչին։ Դե ընկալումն է նա եղել, որ ՆԱՏՕ-ն գոյություն ունի եւ անվտանգային բաղադրիչը ՆԱՏՕ-ով ապահովում։
Եվ բնականաբար Ամերիկայի Միացյալ Նահանգների հրաժարումը որոշակի հանձնառությունների իրականացումից եվրոպական խոշոր դերակատարներին Եվրամիության, մասնավորապես Ֆրանսիային եւ Գերմանիային ստիպեց վերանայել անվտանգային բաղադրիչը եւ իրապես այդ վերանայումները էլի տարբեր ժամանակահատվածում ուղեկցել են Եվրամիությանը նույն տնտեսական առումով 80-ականների վերջին տնտեսական ճգնաժամով պայմանավորված Ամերիկային են ինչ-որ կետում էլի դիտարկել անհուսալի գործընկեր եւ դրա արդյունքում ընդունվել է միասնական եվրոպական ակտը եւ ավելի գնացել են այդ միասնական շուկային եւ այլն։ Հիմա նույն պատմությունը ըստ էության կրկնվում է անվտանգության առումով եւ տեսնելով որ Միացյալ Նահանգները ըստ էության չեն կատարում իրենց ստանձնած հանձնառությունները, եվրոպական գերտերությունները փոփոխում են անվտանգային բաղադրիչը եւ անվտանգային ձևաչափերը։ Այն կամա թե ակամա այդ հերթական անգամ ԱՄՆ-ն է նախաձեռնող այս գործընթացի ստացվում։ Ահա ուղղակի, այո։ Ես մի հետաքրքիր բան կա, ես ինչ եմ ձեզ հետ քննարկել, Տիկին Հակոբյան, ես ադրբեջանցիների գործընկերների հետ շփվելով Ինձ մոտ տպավորություն է, կայուն տպավորություն է, որ իրենք մտածում են, որ Եվրամիությունը մեզ վրա անընդհատ sense ոսկի անձրևներ է թափում, այսինքն sense գումարները, եվրոները, միլիոնները գալիս են եւ գալիս են։ Իրենց մոտ այդպեսի պատկերացում կա։ Դուք տեղյակ եք իրականում այդ ներդրումների մասով, հա, այդ գրանտային ծրագրերի մասով, ընդհանուր առմամբ ինչ հարաբերություն մենք ունենք ԵՄ-ի հետ, ինչ գումարների մասին է գնում խոսքը, օրինակ, անցյալ տարի օրինակ ինչ գումարներ են եկել Հայաստան, որ ծրագրերի շրջանակներում եւ 26-ին, եթե միգուցե տեղյակ եք, ինչ պլաններ կան այս առումով։ Իրական։ Ես այսպես տարիներով չեմ կարողանա ասել այդ գումարների բաշխումը, բայց օրինակ, երբ որ նախորդ տարի ընդունվեց ռազմավարական նոր օրակարգը ԵՄ Հայաստան գործընկերության, նշվում է, որ այդ օրակարգը սպասարկելու է 270 միլիոն արժողությամբ աճի եւ դիմակայունության պլանը, որը ըստ էության ֆինանսական գործիք է։ Թե ինչպես դա կբաշխվի եւ ինչ ժամանակային, ինչ որ այդ գործիքակազմի ինչ որ բաղադրիչներ, ինչ որ ֆինանսական միջոցներ արդեն իսկ ուղղվել են Հայաստանին տարբեր կարիքներին, բայց թե այդ ամբողջ ժամանակահատվածում ինչ համամասնությամբ է բաշխվում, ես այդ տեղեկատվությանը չեմ տիրապետում։ Բայց իրականում բնականաբար Եվրամիությունը նպատակ է դրել օժանդակելու Հայաստանին նաև ֆինանսապես եւ մեծ հաշվով Ադրբեջանը ունենալով այդ նավթային ռեսուրսները եւ այլն, բնական ռեսուրսները մեծ հաշվով մեծ ֆինանսավորման կարիք չունի եւ տրամաբանական է, որ այդպես մեծ միջոցներ Եվրոպական միությունը չի ուղղի Ադրբեջանին, այլ կուղղի Հայաստանին, նաև Հայաստանն այդ տարբերաբար հարձակումների ենթարկվել Ադրբեջանի կողմից 21 թվից ի վեր եւ իսկապես նպատակ կա Հայաստանին ուժեղացնելու եւ ճիշտն ասած դա մենք էլ մեր եվրոպական գործընկերների եւ ամերիկյան գործընկերների մոտ բարբերաբար այդ խնդիրը ձևակերպել ենք, որ կարիք կա Հայաստանին ուժեղացնելու։ Եկեք չմոռանանք, որ Հայաստանը նաեւ ոչ միայն 20 թվի պատերազմի արդյունքում փախստականների մեծ հոսք է ընդունել, այլև 2023 թվականի Արցախի էթնիկ զգտման արդյունքում է մեծ թվով մեր հայրենակիցների հյուրընկալել եւ բնականաբար այսպես մարդասիրական օգնություն է տրամադրում եւ ըստ էության կարիքները շատ ավելի մեծ են, քան Ադրբեջանի կարիքները։ Իսկ դա ընդհանրապես քննարկվում է ինչ որ մակարդակներով այդ փախստականների մասով օրինակ որ Եվրամիությունը ինչ որ գումար տրամադրի կան։ Եվրամիությունը տրամադրում է գոյություն ունեն այդպիսի ձևաչափեր, օրինակ People in Need կազմակերպություն կա, որ զբաղվում է փախստականների հարցերով, առաքելություն Հայաստանը եւ տարբեր հասարակական կազմակերպությունների հետ աշխատելով Եվրոպական միությունը մեծ գումարներ նաև տրամադրում է այդ մարդասիրական կարիքների եւ 23 թվականի սեպտեմբերից ի վեր ահագին միջոցներ ուղղել են նաև
մեր հայրենակիցների մարդասիրական կարիքների բավարարմանը։ Եվ երևի թե վերջի հարցը Տիկին Հակոբյան, ինչ փուլի պետք է հասնի ՍԵՊԱ-ի իրականացումը, այդ տնային աշխատանքը, որի մասին դուք ասում եք, որ դա թույլ տա, որպեսզի Հայաստանի իշխանությունները, եթե իհարկե այդպիսի հանձնարարություն կա, ես չգիտեմ կա թե ոչ, դիմեն Եվրամիություն, որպեսզի մեզ վերջապես սկսվի այդ գործընթացը մեզ ընդունելու Եվրամիության կազմում։ Դե մի կարելի ասել, որ ՍԵՊԱ-ն եւ նոր օրակարգը, դրանք միասին է պետք է դիտարկել, դրանք երևի 80%-ով պետքա կատարված լինեն, որպեսզի հնարավոր լինի արդեն ապագայի մասին խոսել։ Ու մոտավորապես դա քանի տարվա պատմություն է այս։ Okay, պատկերացող չունեմ։ Եթե մենք շարժվենք այն տեմպով, ինչ տեմպով որ շարժվել ենք, դա շատ երկար պատմություն է, բայց նախորդ տարվա վերջին մեզ իշխանությունը հավաստիացրել է, որ կա իրենց մոտ գիտակցում, որ process-ը դանդաղ է ընթացել եւ իրենք արագացնելու են։ Նաեւ մենք մի քանի անգամ նշում ենք, որ այն միջոցառումների ցանկը, որոնք իրենք անվանում են ճանապարհային քարտեզ, որոնք ընդունել էին 19 եւ 21 թվերին, ՍԵՊԱ իրականացման համար, ու դա մի ճանապարհային քարտեզ էր երկու տարբեր հավելվածներով, մենք ասում ենք, որ դա արդիական չէ եւ այս տարվա վերջ մինչեւ իշխանությունը արդիականացրել է այդ ճանապարհային քարտեզը, այսինքն կարելի է ասել, որ քարտեզագրված են անելիքները եւ մնում է արդեն իրագործել։ Մեզ Եվրոպայում չեն սպասում։ Մեզ Եվրոպայում սպասում են, այդ մասին տարբեր նույն այդ գործընկերության նոր օրակարգում նշված է մեր նախորդ տարվա նշված է թղթի վրա։ Այո, թղթի վրա նշված է, որ այդ նախաձեռնությունը իրենք ողջունում են եւ Հայաստանի կողմից ընդունած օրենքը Եվ ի պատասխան դրա են նաև քայլեր ձեռնարկում համագործակցությունը սերտացնելու ուղղությամբ, դա նշված է։ Բայց նույնիսկ եթե մեզ չեն սպասում, եթե մեզ պետք է այնտեղ գնալ, մենք պետք է գնանք։ Շատ տարբեր պետությունների, շատ տարբեր ժամանակներում չեն սպասել հին գործընկերները, բայց նրանք այնտեղ հայտնվել են։ Եվ հրավեր չսպասենք։ Ոչ, մենք եթե մեզ պետքա, մենք պետքա քայլեր ձեռնարկենք, ի վերջո կսպասեն, եթե անգամ չեն սպասում։ Իսկ մեզ պետքա։ Ես վստահ եմ, որ մեզ պետքա։ Շատ շնորհակալ եմ ձեզ Տիկին Հակոբյան, մեր հյուրն էր փաստաբան ԵՄ Հայաստան քաղաքասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը, մենք քիչ անց կվերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը։